Շնության մեղքը յուրաքանչյուր մարդու մեջ դրված է։ Սուրբ Յուրեղ Ալեքսանդրացին ասում է, եթե մեկը մեղքի դեմ իր մտքում չի պատերազմում, ուրեմն նշանակում է, որ ինքը մարմնավորապես այդ մեղքը գործում է։ Յուրաքանչյուր մեղքի ծնունդ սկսվում է մարդու մտքից, իր ցանկություններից, իր պատկերացումով, թե ինքը ինչ է ձգտում։ Եվ քանի որ մարդը երբեմն գիտակցությունը չունի, որ այս մարմինը Աստծո տաճարն է, այստեղ Սուրբ Հոգին է բնակվում եւ այս տաճարը մաքուր պետք է պահի, ինքը մտքի միջոցով սկսում է այս տաճարը բացել եւ մի օր էլ մտածողությունը բերում է գործողության, մարդը հայտնվում է ավելի մեծ մեղքի մեջ։ Մեր Փրկիչը Հիսուս Քրիստոսը ասում է. գրված է մի շնացիր, բայց ես ձեզ ասում եմ, եթե մեկը կնոջը նայեց ու իր սրտում ցանկացավ, արդեն իսկ շնացել է։ Ուրեմն մեղքը միայն ֆիզիկական գործողությունը չէ, այլև ցանկությունն է, սիրելիներ։ Նույնը նաև սպանությունն է։ Միայն ֆիզիկապես չեն սպանում, դու կարող ես մարդուն սպանել եւ բարոյապես, եւ հոգեպես, եւ մարդուն նվաստացնելով սպանել, որպեսզի մարդը գնա ինքնասպանություն գործի։ Ուրեմն շատ զգուշ պետք է լինենք հատկապես շնության մեղքի հանդեպ, որովհետև սա մեծագույն աղթն է մարդկության մեջ։ Այսօր մարդկությունը այդ աղտով է ապրում, բոլորը այդ մեղքի մեջ հայտնվում են, թե ֆիզիկապես, թե մտքով, թե հոգով, չգիտակց, որ այդ ամենը կարող է պատճառ դառնալ հավիտենական կորստի։ Ֆիզիկական քո հաճույքը, հրոպեական ցանկությունը, վայելքը կարող է քո հավիտենական տանջանքի պատճառը դառնալ։ Եվ քանի որ մենք մարդկային մտածողությամբ ենք ապրում այս աշխարհի մեջ, երբեմն մենք մեզ արդարացնում ենք, դա բնական պահանջ, այդպես էլ պիտի լինի։ Այո, դա բնական ցանկություն է, դու կարող ես այդ բնական ցանկությունը հանել քո միջից, բնական վիճակ ստեղծել, որ դու մաքուր ես, ազնիվ ես եւ պահես մարմինդ այն գիտակցումով, որ սա Աստծո տաճարն է, սա Սուրբ Երրորդության բնակավայրն է եւ Սուրբ Հոգու միջոցով կարող ես մաքրել քեզ, որպեսզի այդ մեղքը քեզանից հեռու մնա։ Իսկ եթե ոչ, մի օր էլ մեզ համար կտեսնեն, որ մենք բարեպաշտությամբ ապրում ենք, երգում ենք, աղոթում ենք, փառաբանում ենք, բայց հանկարծ հայտնվենք կրակների մեջ։